Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Քո մեջ բնակվողը ամենազորեղն է։ Իսկ դու փոքր տարիքում երազե՞լ ես սուպերունակությունների մասին։ Ոմանք անգամ մեծ տարիքում չեն կորցնում հեքիաթների ու ֆիլմերի հերոսների ունակություններն ունենալու ցանկությունը։ Երանի ես էլ անտեսանելի լինեի։ Երանի կարողանայի թռչել ու սլանալ ամպերի միջով։ Երանի նման գերբնական ուժի տեր լինեի և այլն։ Սիրելի՛ բարեկամ, իրականում շատ լավ է, որ մենք չունենք այդ հատկությունները, այլապես այս աշխարհը քաոսի կվերածվեր։ Այնուամենայնիվ, Քրիստոսի աշակերտների մեջ մի աննկարագրելի մեծ ուժ կա, որը չունեն աշխարհի մարդիկ։ Աստվածաշնչում Ա Հովհաննես 4:4 կարդում ենք. «Դուք Աստծուց եք որդյակներ ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է Նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է»։ Եվ այսպես, քանի որ Տեր Հիսուսն ապրում է քո մեջ, դու ունես մի ուժ, որն ամենազորեղն է այս տիեզերքում։ Երբ ուժերդ սպառվում են, և քեզ թվում է, թե այլևս չես կարող այդպես ապրել կամ շարունակել առաջ ընթանալ, հիշի՛ր, որ Տեր Հիսուսն ապրում է քո մեջ ու զորացնում քեզ քո կյանքի ամենադժվարին պահերին։ Աստվածաշունչը մեզ հստակ փոխանցում է այն անհերքելի ճշմարտությունը, որ Նա, Ով քո մեջ է, ավելի մեծ է, քան նա, ով աշխարհում է։ Աշխարհի մեջ եղողն է, որ ամեն ջանք անում է քեզ հոգնեցնելու և հուսահատության մեջ գցելու համար, սակայն քո մեջ բնակվող Տերը բարձր է բոլորից և Նրանից զորավոր մեկը չկա այս տիեզերքում։ Եբրայեցիս 1:3 կարդում ենք. «Նա է Նրա (Հոր) փառքի լույսը ու Նրա էության արտահայտումը, որ Իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր իմ աղոթքն է, որ Տեր Հիսուսի զորությունն ամեն օր զորացնի քեզ այս կյանքում հաղթանակած ընթացք ապրելու համար։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։